Բարև բոլորին, ես Վով Խաչատրյանն եմ, 19 տարեկան, սովորում եմ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ռեակտորների ֆիզիկա բաժնում։ Վով Խաչատրյանը նախորդ եթերաշրջանին ժյուրիի անդամներին գրավել էր իր հեղինակային երգերով։ Բարեկամս վեր հել, եթե դու քեզ չօգնես, դժվար թե քեզ օգնեմ։ Սակայն որպես անհատ կատարողի նրան չհաջողվեց հասնել եզրափակիչ փուլ։ Ժյուրիի անդամները Վով Խաչատրյանին ընդգրկեցին խումբ։ Խումբն էլ հաջողություններ չգրանցեց։ Այս եթերաշրջանին Վովը ժյուրիին կներկայանա հեղինակային նոր երգով։ Հույսով եմ այս անգամ ես կարող եմ ապացուցել, որ ռեպը այն երգավոճն է, որ արժանի է մի բեմից հնչի կամ X Factor-ի բեմից հնչի։ Շատ կուզենամ, որ երգս մինչև վերջ երգեմ։ Բարև ձեզ։ Վովն է բեմում, 19 տարեկան եւ երգելու է ռեպ։ Բարև ձեզ։ Բարև Վով Խաչատրյան, ինչպես ես։ Շատ լավ, շնորհակալություն։ Կարոտել ես մեզ։ Շատ։ Կարոտել ես X Factor-ը երևում է, որովհետև անցած X Factor-ին Վովը մասնակցեց բավականին մինչև Judge House, կարծեմ խմբով Գիսանեի մոտ էիք եւ այդ ընթացքում քեզ բավականին հեռուստադիտողները սիրեցին, մենք հետևում ենք եւ մի քանի անգամ մեր հյուրն էիր։ Հատուկ այսօր ինչ ես ներկայացնելու, որ տարբերվի այն ժամանակվա Վովից։ Ուրեմն ներկայացնելու եմ էլի հեղինակային երգ։ Նոր երգ ես գրել։ Նոր երգ այո։ Երգս կոչվում է Հայաստան։ Այդ այն Հայաստանը չի, որ այն ժամանակ հայերեն լեզվով է այս երգը։ Փորձենք այս անգամ զարմացնել։ Լավ, փորձենք։ Մի օր կհելնեն քնից, մի օր կհասկանամ, Իշքան տանջանք հատեսել ես ազգտու հետ, որ մորանամ, Մենակ քարերն են մնացել են, էլ չկա քարը քարին, Քարանում են սրտերը, նետվում է լապերին, Որտեղ կար սեր, շինում են բարձրահարկ շենքեր, Որտեղ կային վարդեր, մնացել են միայն փշեր, Ու շարված են կողքի եկեղեցիները գյուղերում, Բայց գյուղացին փող չունի, գոնեմ անվառելու, Ու հարցածակում, թե մինչև երբ պիտի քնեն, Մինչև լապելուց կշտանան, թե լապելուց տրակեն, Չնայած ճիշտ կշտանալ ձեր դեպքում ծակտակառը չի լծվում, ով որ սով չի տեսել, կյանքում չի կշտանում, Ու ձեզ թվում է չգիտեն, թե ինչ է կատարվում, Ինչքան էլ պակես դռներդ կեղտոտով թե ներսը լծվում, Ու իսկ փորձում են համոզել կասրալիզու առնետները, Բայց ես աչքեր ունեմ, ու տեսնում եմ այդ խաղերը, Ու մեր թշնամին է մեզ նայում ու ծիծաղում, Են թերիներ ովքեր կացին շնորհիվ հերոս են դառնում, Նրանք ոչ կարպայլուց բացի ուրիշ բան չգիտեն, Հիմա փորձում են Եվրո խորհրդում հարցեր լուծեն, Բայց այդ սաղմիկում, ես անգամ ենք մեր ձեռքով, Հաճեցնում ենք լաց ու ցավոտարություն ու սով, Ես տողերը ծերից ծեր մի գոռոց է իմ օգում, Ես ուղղակի պատմության կրկնվել է չեմ ուզում, Իմ ազատությունը չունի սահմաններ, Ես եմ ծնվել այդքան հերոս տղեր կիզուր չեն զոհվել, Ազատություն է պետք է պահել, Իմ ազատությունը չունի սահմաններ, Ես եմ ծնվել այդքան հերոս տղեր կիզուր չեն զոհվել, Ազատություն է պետք է պահել, La 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 Ջայլությունը ազատություն է պահանջում։ Ու վերջ։ Ու կեկորեն մարդիկ կմնան մենակ քարե ուշերը, Ու եթե փնտրես գուցե գտնես այստեղ դու քո դերը, Հանի դիմակը դու լսի ես երգ առանց դրա, Տես քո իրական դեմքը ես երգին կդիմանա, Քանի կարակ ես երազի ձրկի այն նմանա գազանի, Կհոշոտի կտանի, ու ցանկացած է ակին հայելին գուցե ստի, Եթե քո տեսողությունը ոչ թե տեսնի այլ դիտի, Ու քո սիրտը վազում, վրազում ամառը երազում, Բայց աշնանտերը վաթափը, կես կանգնել դիտել ստիպում ու դու կմնաս անշարժ, կնմանվես ծառի, ծառը կանգնած ապրում է, կանգնած էլ կմեռնի, ու ծառացիները առանց բնրոշակու կապի, խաղում են դերերը, դեն գցելով նորմերը, էթիկա
Սովորայի Սովորեն ծամել, սովորեն լապել, սովորեն գրպել Նրանց կյանքի իմաստը ուտել ու կենթանական բնազնը ուղիղից առավել հզոր Չէ որ մարդ սխալական ա ու սխալվում ա ամեն օր ու կկորեն մարդիկ կմնան մենակ քարե ուշերը մի թող որ քո որոշելու բանը որոշեն ուրիշները Վովից գոհենք, չէ՞, ընդհանուր։ Շատ։ Ինչ ունեք հավելացնելու։ Շնորհակալություն։ Վով, ես ունեմ առաջին հերթին ասեմ, որ քո մանիֆեստի տակ կարող ես իմ ստորագրությունն դնել։ Ինձ թվում է, որ հիփ-հոփի պահը եւ պահերը քո մոտ ստացուն ավելի լավ, քան վոկալային։ Իսկ այս երգը դու կատարել ես կամ գրվել է մենակ քո համար, թե ունեք խումբ, Ես որտեղ որ ինքս եմ գրել իմ քո համար։ Այսինքն առանց խմբի մենակ Այսկացա։ Այսինքն այն երգի այն մասը, որտեղ որ պետք է երգվեին, դու պետք է երգես։ Վով ասա չէ, ուրիշը պիտի երկի։ Այո, այս երգի համար այո Չաստրեցի աս։ Լավ, ուրիշ հարց ես չունեմ։ Հա, դու ռադիոֆիզիկ ես ասում եմ։ Միջուկային ռեակտորների ֆիզիկ Այ քեզ բան։ Միջուկային ռեակտորների ֆիզիկ։ Այո Դու կարաս քեզ լավ գոնակ ядерный рэпер, պլամենների չտատիվ ինչ-որ տես բան։ Չէ, նորությունն է, որ բոմբ ստեղծող մարդը պայքարում է բոմբերի դեմ։ Փոքրիկ բոմբիկների։ Հա, փոքրիկ բոմբերի։ Վով, ինչ որ ասեցիր, կարծում եմ դալիճում բոլորը եւ այստեղ բոլորը նստած եւ օպերատորները եւ մարդիկ հետևում կանգնած բոլորը սկիսում են քո կարծիքը։ Ես հույսով եմ վերջում դու կկիսես նաեւ մեր կարծիքը, որովհետեւ ես ինքս լսելով քեզ անցած անգամ էլի կասինգին հիշելով որ քո երկած երգն էր երգում եւ հիշելով քեզ մրցույթում հասկացել եմ որ ես սիրում եմ Վովին իր երգերով եւ չեմ սիրում Վովին երբ որ նա կատարում է ուրիշի երգերը Դու երկրորդ անգամ հնարավորություն ունեցար իմ հիշողությամբ էլի քո երգը ներկայացնելու էլի երկրորդ անգամ ես փշակաղվեցի Ես կուզեմ որ հնարավորություն ունենաս քո երգերով ելույթ ունենալ բայց ես չգիտեմ Կարծեմ պրոյեկտը քեզ այդ հնարավորությունը չի տալու, բայց դու այնքան պատրաստի քո ժանրում տեքստերից հետ մենակ հասկանում եմ մարդ ես, որ դու ինձ թվում է ժամանակն է քո երգերով արդեն հանդես գաս եւ ոչ թե մասնակցես մի պրոյեկտում, որտեղ երկար պետք է երգես ուրիշի երգեր։ Հավատա բոլոր այդ երգիչներից շատ ավելի ասելիք ունես ասելու եւ նոր էլ ասեցիր։ Ես շնորհակալ եմ քեզ այդքանով դրան։ Այսօր հնչած բոլոր ժանրերից ամենասիրածս ժանրը հիփ-հոփն է։ Ինքս Rick Ross եմ ավելի շատ սիրում, ճիշտ է, բայց շատ դուր եկավ ձեր մտածելակերպը։ Ինչպես եք մտածում, ինչպես եք բաշխում բառերը ռիթմի մեջ։ Շատ կցանկանայի ձեզ տեսնել պրոյեկտում։ Դες ինչն է հետաքրքիր, որ ես հիշում եմ այն առաջի ելույթը նեգատիվ ունեիր, բայց դες տեքստը էլի կապ չունի։ Մեկ այլ ջղայնացած, բայց դու այնքան հանգիստ էիր ոս ամեն ինչ ասում ու ավելի անկեղծ էիր։ Ես շնորհավորում եմ քեզ, շնորհավորում եմ մեզ, շատ լավ ժամանակակից պոետ ես, ես քեզ ասում եմ այո։ Շնորհակալ եմ Այո։ Շնորհակալ եմ Նոր ես կասկած։ Կարիք կասիվաչ։ Ես ասում եմ այո։ Շնորհակալ եմ Ես ասում եմ այո, ո՞վ։ Շնորհակալ եմ Յո Տեսնես, դու ասում ես գարիկը այո չի ասի։ 4 այո ունենք եւ ով անցնում է։ Յան պետք չէ։